Դու այդ դու ես գտել Սուրբ Գիրքը։ Այո, ես էլ լինեմ։ Իսկ դուք իրոք ծերերն եք։ Այո, աղջիկս, ծերերի ծերերը։ Ես ամենածերն եմ։ Ես ավագ ծերն եմ։ Չեմ հասկանում իմաստունների իմաստունը։ Հետևում ենք և սպասում։ Սպասում ենք, երբ կգտնենք գիրքը, այո, մեզ հայտնի են, որ նա քեզ մոտ է, և դու նրան տեսել ես քո սեփական աչքերով։ Եթե դու տեսել ես, մենք նույնպես ցանկանում ենք տեսնել, եթե նա քեզ մոտ է, ցույց տուր մեզ։ Այո, ցույց տուր մեզ գիրքը։ Ես չեմ կարող։ Դժվար է հավատալ, սակայն գիրքը շատ մեծ է, այն մի ամբողջ քաղաք է, այն, ինչ ես ասում, քաղաք, դու ասում ես քաղաք, գիրքը դա քաղաք է, դուք ինքներդ պետք է այնտեղ գնաք, և այնտեղ գրքով, այն լի է ուսուցանող պատմվածքներով, այն անհավատալի տեսարան է, նա խոսում է ինչպես գրված է մարգարեություններում, սակայն այնտեղ գրված է բանալու մասին, որը տրվում է նրան, ով կգտնի գիրքը, քեզ չունես բանալին, չկա բանալին, չեմ հասկանում ինչի մասին եք խոսում, ինձ տվել են միայն այս քարե կտորը գրվածքներով, սա բանալին է, շատ լավ, նա ով տիրանում է բանալին, նա կարող է գրքին տիրանալ, հենց նա կարող է իմանալ հանձնարարությունները, իրոք դու հիմա իմաստուն ես մեզանից, դու նույնպես կդառնաս մեզանից մեկը, նա կլինի երիտասարդ ծերունին, դա ինչ մեծ հանձնարարություն է, մեծ ինչ, հանձնարարություն, այսինքն առաջադրանք, որը պետք է կատարել, պալատում բոլորին հենց հանձնարարված գործեր ունեն, սակայն մենք ոչինչ չգիտենք դրա մասին, թաքնված գրքում շատ տարիներ առաջ մեզ համար ուղարկված օրենք կար, մեզ համար առաջադրանք կար, գուցե դա խոսք է, կամ գուցե գաղտնիք, գնացեք քաղաքը նորից, անհապաղ մեզ պետք է պատասխանն իմանալ, և միայն գրքում է բացատրությունը, թե ինչպես կատարենք հանձնարարությունը, և ինչպիսին է մեր առաջադրանքը, ինչ անել և ուր գնալ, եթե դա օրենք է, և նրանք կհասկանան միայն իմաստունները, ես համոզված եմ, որ այդ առաջադրանքը միայն ընտրյալների համար է, և ոչ ոք դրանով ինձ չի համոզի, այն չի բացի գիրքը բոլորի համար։ Գուցե այն բոլորի համար է, չկա պատասխան, դատարկ խոսակցություն է, և որքան բացատրություններ կան գրքում, ով կատարի այդ հանձնարարությունը, իմ նշանակումը ես հաստատ գիտել ինչ անել և ուր սողալ, և որքան բացատրություններ գրքում և կատարել այդ հանձնարարությունը, և որն է մեր առաջադրանքը ինչ անել և ուր գնալ, ինչպես մեզ իմանալ առաջադրանքը, այն միայն գրքում կա պատասխանը, ինչպես մեզ իմանալ առաջադրանքը, այն միայն գրքում կա պատասխանը։ Ուրեմն էլի, դու տեսել ես այդ առաջադրանքը գրքում, դա շատ կարևոր է։ Կներեք, ես այն չեմ տեսել, բայց եթե այն գրքի մեջ է, ես և իմ ընկերները կգտնենք նրան, ահա և քո առաջադրանք աղջիկս, գտիր գիրքը և փնտրի մեծ առաջադրանքը։ Մենք կաշխատենք, ես ձեզ խոսք եմ տալիս։ Աստված իմ,
գտնել գիրքը, այսքան տարի անց, մարգարեություն իրականանում է, վերջապես մենք կիմանանք իրական խոսքի մասին, թանկագինս, դու պետք է բանալին մեզ թողնես, որպեսզի չկորցնես այն, այս քարը, իհարկե, նա պետք է ապահով տեղ լինի, որպեսզի չընկնի չարի ձեռքը, իսկ դուք համոզված եք, իհարկե, մի մոռացի, որ ես ծերուններից եմ, լավ, դու պատրաստ ես, այո, միայն, ինձ ինչ-որ հետաքրքիր զգացմունք, համեմատելով ինչ կզգաս, հիմա բռնվիր, լավ էր, մի անգամից ցած, շնորհակալություն, ես մտածում եմ, որ, էй, Էй, նայեք, սա Էլին է, ինչ էին նրանք քեզանից ուզում էլի, այն ինչ թաքնված է գրքում, հզոր առաջադրանքի մասին, ապրանքի մասին, դա հետաքրքիր է, օհ, սպասում եմ մենք վերադառնում ենք կորսված քաղաքը, այդ ժամանակ առաջ, ճանապարհին կպատմես, ինչ-որ մեկը տեսել է Մարգարիտին, բաս, իրոք բանալին քեզ մոտ է, երեխաները շատ վստահելի են, այն ինչ մեզ պետք է դա լավ խաղ է, հիմա ես կսկսեմ գիրքը կառավարել և նորից ամեն ինչ կանցնի մեր ձեռքը, բոլորին դեմ կուղենք, Ֆլենշ, չիթերը, բռնվեցիր, հիմա իմ տեսականի մեջ կմտնես, այ այսպես, օտար աչքից հեռու ես ցանկանում եմ լավը լինել, այստեղ այնքան շատ տեղեր կան, որ չենք նկատել, այս վայրից իմ մեջքի վրա մրջուններ են քայլում, հիմա դուրս կթռչի ինչ-որ մի անորմալ ուրվական, ողջույն ուրվական, ինձ թվում է պետք է գտնել ուղղություն, եթե այդ հզոր հանձնարարությունը այդքան մեծ է, ուրեմն այն տեղադրված է մի կարևոր վայրում, ամեն մի պատը առանձին մի աշխարհ է, յուրահատուկ հավաքագրություն, նրանցից մեկը ցույց է տալիս կենդանիներ նավի վրա, դու միայն նայիր, էй, նայեք ձախ, ուղղակի անհավատալի նկար է, այս խուրձը վառվում է և չի վերջանում, տղաներ, փնտրեք հզոր հանձնարարությունը, այն մոտերքում պետք է լինի, հզոր ուրվական, ինչ-որ բան գտար, ոչինչ, մենք իրոք այստեղ մենակ ենք, դու լավ ես մտածել, եթե նկատեք վտանգ, նշան տվեք, բղավոցով կամ սուլոցով, այդպիսի մի բան, անկոչ հյուրեր, նա մեզ կուտի, նա մեզ կսպանի նոր կուտի, իսկ հետո մասերի կբաժանի, նա մեխանիկական է, պետք է գտնել անջատիչը, անկոչներ, դուրս անկոչներ, մենք անկոչ չենք, դու ես անկոչը, մեզանից ինչ ես ուզում, դուրս եկեք այստեղից, սա անկոչների տեղը չի, ինչու ես դու մեզ վռնդում, որտև իմ աշխատանքն է հետևել, պահպանել գիրքը, մենք նույնպես ցանկանում ենք նրան պահպանել, դրա համար մենք այստեղ ենք, մենք գրքի համար անհանգստանում ենք, հասկանում ես, դուք անհանգստանում եք գրքի համար, իսկ դու պահպանում ես նրան, միթե այդպես չէ, ճիշտ է, ինչպիսին է ձեր աշխատանքը, նա մտածում է, որ մենք նույնպես ռոբոտներ ենք, մենք ստեղծված ենք նրա համար, որ գտնենք գիրքը, մեր ցանկությունները նույնն են, ճիշտ է,
Մենք այստեղ նրա համար ենք, որ հոգ տանեն գրքի համար։ Մենք բոլորս ընկերներ ենք, հասկանում ես։ Ընկերներ, ինչումն է նրանց ֆունկցիան։ Ընկերներին ընդհանուր հետաքրքրություն ունեն։ Նրանք միևնույն ձևով են մտածում։ Երբ նրանց ընդհանուր կարծիք ունեն, նրանք մեկ-մեկու պահպանում են։ Պահպանել ընկերներին, գրքի ընկերներին։ Ճիշտ է, մտածում եմ, մենք նոր ընկեր պատրաստեցինք, դուք չեք ինձ պատրաստել, բժիշկ Մաքսվելն է ինձ պատրաստել, բժիշկ Մաքսվելն է ինձ տվել իմ ուղղությունները, լսեք այս տեղեկությունները, ես պրոֆեսոր Դուլինոս Մաքսվելն եմ, և սա իմ նվերն է սերունդներին, մեխանիկական մարդ, նրա գործն է պահպանել և խնամել գիրքը չարից, քանի նրան նորից ինչ-որ մեկը չի գտել։ Մեզ դուրս վռնդեցին այդ տեղից։ Եթե դուք հիմա լսում եք ինձ, ուրեմն հույս կա, որ պախապախավ ու մութ ժամանակները անցել են։ Ամեն մի որոնողին անկեղծությամբ պետք է պահպանի մեխանիկական մարդը, և այդ օրվան նա կսպասի։ Թող արարիչը ժպտա ձեզ։ Բժիշկ Մաքսվել, կարոտում ես նրան։ Դու հասկանում ես, նա հենց մեզ է սպասել, երկար է սպասել, երկար։ Լավ, կպահպանեք գիրքը միասին։ Դու անուն ունես, անուն, այո, անուն, մականուն, ինչպես են քեզ անվանում ընկերները, ես Ֆերնանդոտ եմ, սա Էլին է, իսկ քեզ ինչպես անվանել, ես անուն չունեմ, ինչպես նրան անվանենք, իսկ ես գիտեմ այսօրվանից, նրա պատվին, ով քեզ ստեղծել է, քեզ կանվանենք Մաքսվել, Մաքսվել, կարճ ասած Մաքս, դա հրաշալի է, եթե Մաքս այստեղ վաղուց է, գուցե նա գիտի, թե որտեղ է հզոր առաջադրանքը, հզոր առաջադրանքը, հետևեք Մաքսին, ամեն բան խառնված է, ոչինչ չեմ հասկանում, իսկ ուր են ձայնավորները, ամբողջը բաժանված են, մենք ինչը կարդանք, հենց հիմա, լսի, երբ դու պահպանում էիր այդ վայրը, դու չկարողացար պահպանել չխառնեին, ահա, դրեք բանալին, որպեսզի կարդաք, Աստված իմ, սա մեխանիկական հանելուկ է, բանալին տեղադրել և ամբողջ խառնուրդը կկարգավորվի, ոչ, չէ որ ես բանալին ծերերին տվեցի, նրանք այն վերցրեցին իրենց մոտ, այո, նրանք մեզ օգնեցին, բանալին նրանց մոտ է, իսկ մենք հանելուկներ ենք լուծում, պարոն Երկաթի հետ, բանալին կորցնելը դա պարոն Երկաթի սխալը չէ, բանալին կգտնեք և հետքերը կորավ, ձեզ ոչինչ չմնաց, մեզ մնաց այրենք ձեր նավը, իսկ այդ հիմար ծերերին կառաջարկենք մեր ուզած առաջադրանքը, արի այստեղ, ուր ես գնում, հեյ, դարձիր, այստեղ, շոտ արա, իսկ ինչ կլինի, որ պատրաստենք ուրիշ բանալի, կարող եմ փորձել, պետք է վերադառնալ և վերցնել բանալին, դա երկար կտևի և անհաջողակների վիճակում կհայտնվենք, մեզ պետք է ինչ-որ բան անել, Մաքս, ինչ-որ բան պատահեց, անկոչներ, ահազանգ, նրան ինչ-որ մեկը հասկացրել է, թե ինչ է դուռը, հը?
Մարգարիտա, ինչպես դու այստեղ հայտնվեցի, որտեղից, ինձ տեղը դիր երկած, ես քեզ պետք չեմ, ես նավին ձեր չեմ տվել, անկոչը, հենց նա է, մեզ պետք է, ասա Շանթուլա, ինչ ես արել իմ նավին, ոչինչ, ես ոչինչ չեմ արել, ես անգամ չհարցրեցի նրան այրել, այրել, ախ դու ոչնչություն, որն է քո աշխատանքը, ահա թե ինչն է նա, և իր կեղտոտները ցանկանում է վերացնել գիրքը և նրանց ով ցանկանում է այն կարդալ, ոչնչացնել գիրքը չի կարելի ոչնչացնել, չի կարելի, իմ սիրտը խառնում է, բավական է ինձ թափահարես, հիմա կզրկվեմ իմ նախաճաշից, նայեք բանալին, ինչ-որ մեկ այն գողացել է ծերերի մոտից, կամ էլ այն մեկը, ով ծածկված է դրա տակ, դա սողացող աճորնի օձն է, տեղադրի բանալին և կվերջանա ապրանքը, առաջադրանքը, Գնացեք ողջ աշխարհով մեկ և սովորեցրեք իմ խոսքերի իմաստությունը և ես ձեզ հետ կլինեմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Հզոր առաջադրանքը դա պատմել գրքի մասին, գնալ և պատմել ողջ աշխարհին։ Հաջորդ քայլը ինչպես այն անել, ինչպես համոզել և հաստատել, որտեղ քայլել, ինչպես մենք սկսենք, առաջադրանք այս կատարենք, ում ենք պարտավոր ամեն բան պատմել, ով մեր կողքին է, գրքի մասին դու շուտ պատմիր, իմաստությունը ցույց տուր, և ընկերոջդ, և հարևանիդ, և ով կհավատա խոսքին, բոլորին պատմիր, ինքդ պատմիր։ Մի բան չեմ հասկանում, ինչու են մեզ ընտրել, ինչով ես կարող եմ օգնել, իսկ ես ինչով, սակայն մենք ուժեղ ենք միասին և գրքի մասին կարող ենք ամբողջ աշխարհին պատմել, խոսքը ասել։ Քո հարևանի, քո ընկերոջդ և ով կհավատա այդ խոսքին, բոլորին ինքդ պատմիր և աշխարհը կլսի կյանքի գրքի մասին և ամեն բան կլինի, կպատմենք բոլորին պատմենք նրա մասին։ Այո, հզոր հանձնարարությունը դա Աստծո խոսքի մասին բոլորին պատմել, հետաքրքիր միտք է, գնալ և պատմել։ Օ, դա մեզ պետք է բարձրանան լեռները, իջնել քարանձավները։ Դու գնացեք պատմեք, իսկ ես գնացի։ Բռնել այդ անպետքին, ինքնակոչը պետք է պատժվի, առաջ։ Դուք վերադարձել եք մեծ հանձնարարությունով մեր պալատ, մենք ծերերի խորհուրդը ցանկանում ենք ձեզ պարգևատրել
Եվ տալիս ենք ձեզ այս կապիտան Խոքսին արծաթյալ ուղեցույց, որպիսի կուրսից դուրս չգա գիշեր և ցերեկ։ Ամենալավ մեխանիկին Խոքսին ամենալավ գործիքների հավաքածուն։ Ֆերնանդոյին երգերի ձայնագրման համար ձայնարկիչ, կարաուկեի հետ միասին։ Միլլարդին իհարկե մենք բարձրացրենք փողերով։ Հենց այս էլ ես ցանկանում էի, ես արդեն լալիս եմ։ Իսկ էլի աղջկա համար, որի հույսն ու հավատքը տարան մեզ դեպի գիրքը ոսկյա հեռատի տակ, որպեսզի իր երազանքներին միշտ նայի։ Շնորհակալություն։ Բաց անելով այս, առաջացել է նոր առաջադրանք, այո, և շատ պատասխանատվություն, դուք դառնում եք այս կղզու ուղարկվածները, դուք մեծ հանձնարարություն կկատարեք և կպատմեք գրքի մասին ողջ ազգերին, բաց սրտով և հոգով, բաց սրտով և հոգով, բաց սրտով և հոգով։ Անհավատալի է, ինչպես իմանանք, որ նրանք ճիշտ են ասում։ Իսկ ինչպես մենք կարող ենք քեզ հավատալ։ Օ, ես շատ եմ շտապում։ Բոս, նրանք մեզ անցան։ Միթե կարելի նորություններ։ Այո, փախչենք։ Ինքնակոչներ։ Շնորհակալ ենք նվերների համար, մենք հուսախաբ չենք անի։ Այո, մենք գիտենք և համոզված ենք, ձեզ սպասում են շատ արկածներ, հրաշքներ, այո, երջանիկ ճարպկություններ։ Հոքսը, լսեք իմ հրամանին, միայն առաջ։ Հետաքրքիր է, իսկ ինչ կլինի հետո։ Հետո կիմանանք, իսկ հիմա լսենք ձայնարկիչը։ Փոքրիկ խիզախները, որոնք գտան առաջադրանքը, դա պատմության վերջը չէ, այլ սկիզբը միայն։ Նոր առաջադրանքով Էլին և իր ընկերները ճանապարհորդվեցին կղզու բոլոր անկյուններով, և ուր էլ նրանք գնան, պետք է պատմեն մեծ սուտ գրքի մասին։ Արարիչը բոլոր երեխաներին նայում է սիրով և բարեգթությամբ։